Ուզում են ասեն Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Ադրբեջանում ոչ միայն ասում, այլև երգում են Զանգեզուրի միջանցքի մասին։ Տեսահոլովակի հերոսը Ադրբեջանի նախագահն է, էքսկավատորի ղեկին նստած։ Ադրբեջանի պետական աջակցության գործակալությունն է YouTube-յան իր ալիքում հրապարակել Զանգեզուր երգի կլիպը։ Փորձագետները նկատում են, մինչ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արարատի նույնիսկ խորհրդանշական պատկերից, ադրբեջանցիները Զանգեզուր երգի տեսահոլովակում ոչ միայն բիբլիական լեռան կադրն են օգտագործում, այլև տեսարաններ Նորավանքի ճանապարհից, Զորաց քարերից։ Ադրբեջանցիների երգում քամիները գալիս են Արարատից, որն իրենք անվանում են Աղրիդաղ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն է երգից մի քանի տուն թարգմանել։ Աղրիդաղից փչող քամին հազարավոր տարիներ ճամփա է գալիս, ցնծած եք Թուրանի ցեղեր, միավորող բազուկն է գալիս։ ՄԱԿ-ում ԵԽԽՎ-ում Ալիևի կոնֆլիկտային խոսույթից բորբոքված Հայաստանի վարչապետը չորեքշաբթի մեր խորհրդարանում ասաց, փակում է Զանգեզուրի միջանցքի թեման, բացատրեց, որ Զանգեզուրի միջանցք ասելով Ադրբեջանը հավանաբար նկատի ունի Հորադիս Զանգելան ճանապարհը։ Իրենց տարածքում է, ինչ ուզում է, թող ասեն։ Խոսքը Հորադիս Զանգելան ճանապարհի մասին է։ Անուն են ուզում դնեն։ Այդտեղ մենք պետք է հարց տանք, մենք դա մեզ հուզում, հա։ Կոպենհագենյան հանդիպումից հետո հանգիստ շունչ են քաշում ՔՊԱ-ականները։ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Երկու կողմն էլ գրել է ոչ թե միջանցք, այլ թրիփ։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինել։ Եթե անգամ Ալիևը դադարի ասել Զանգեզուրի միջանցք, դրանով հարցը չի լուծվում։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը բացատրում է, Փաշինյանի թիմը սկզբում վստահեցնում էր, թե միաժամանակ բացվելու են բոլոր ճանապարհները, հիմա ստորագրում են մի փաստաթուղթ, որտեղ ապաշրջափակումը փոխարինվել է փոխադարձ առավելություն անհասկանալի մի ձևակերպմամբ։ Միգուցե այլաբանություն է, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հափշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանալ, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը։ Եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Մեկ ամսական 26 օրական խաղաղությունը պետք է սնուցել, խնամել բանակցություններով ու աշխատանքով, ասում են ՔՊԱ-ականները։ Բայց իրենց բաժին խաղաղությունը կարծես չեն ուզում խնամել ադրբեջանցիները, եւ ինչպես Արարատ Միրզոյանն է ասում, նախապայմաններ են առաջ քաշում։ Խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը կռահում է, որ խոսքը Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջի մասին է։ Խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում։ Կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում եւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը եւ ավերացումը։ Մինչ կստորագրվի նախաստորագրված պայմանագիրը, ըստ ընդդիմության, Փաշինյանը հրահանգել է թիմակիցներին կատաղի քարոզել խաղաղություն։ Հենց այդ պատճառով էլ, ըստ Արթուր Խաչատրյանի, Փաշինյան-Ալիև հանդիպման ֆոնին ՔՊԱ-ականները նախորդին հապճեպ աժորակարգ մտցրին մի հայտարարություն, որով երախտագիտություն են հայտնում ԱՄՆ նախագահին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Տեսել եք, չէ, տերն ու ծառան, ասում է, չէ, աղա ջան, չեմ ջղայնանում, որ հանկարծ Ալիևը չմտածի, որ այդ մեղմորոր բողոքը եւ պորտկումը հանկարծ նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասի դե լավ, դե հերիք եղավ։ Խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը իրենց բոյկոտը այսպես է հիմնավորում։ Վաշինգտոնյան փաստաթղթերում խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Մեր համար ակնհայտ էր, որ իշխանությունը փորձում է որոշակիորեն այսպես կոչված գործընթացի սնուցելը կամ խնամելը, ապահովել դրա համար անհրաժեշտ նաև քարոզչական ապահովման միջոցներով եւ փորձեց երկու ժամանոց քննարկման միջոցով հանրությանը նոր ուղերձներ հղել առայն, որ խաղաղությունը որպես այդպեսին արդեն իսկ եկել է այստեղ եւ այլն եւ այլն։
Խաղաղությունը եկել է ըստ ՔՊԱ-ականների, ու ոչինչ, որ խաղաղության կնքահայր Թրամփը այդպես էլ չի կարողանում հիշել այն երկրի անունը, որին խաղաղություն է բերել։ Չի կարողանում հիշել, թե ինչ էր ալբանացի այն տղայի անունը, որի հետ խաղաղություն է կերտել։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։